Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ օգնում ենք բացահայտել բժշկության գաղտնիքներ, քննարկում առողջության վերաբերյալ կարևոր թեմաներ, օգնում ձեզ ձեռնարկել քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման հարցում։ Ես Հրիփսիմե Պոդոսյանն եմ, նյարդաբան, եւ այսօրվա գլխավոր թեմային անցնելուց առաջ եկեք դիտենք օրվա անոնսը։ Այսօր դիտեք, ինչ տարիքից սկսած է գիշերամիզությունը կամ էնուրեզը համարվում բուժման կարիք ունեցող վիճակ եւ ինչպես է կատարվում բուժումը։ Երբեմն ձեռքի պարզ հիգիենան կարող է մեծ դեր խաղալ առողջության պահպանման գործում, որքանով է այն կարեւոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում։ Ինչպես կարելի է սովորեցնել երեխաներին դեռևս փոքր հասակից լինել ինքնուրույն եւ կարգապահ։ Մաշկի խնամքի նորարարական պրոցեդուրա, Almond Hydro, որքանով է այն էֆեկտիվ եւ ինչ ցուցումներ ու հակացուցումներ այն ունի։ Իսկ արդյոք կա տարբերություն տղաների եւ աղջիկների ատամների միջև եւ կարող է այն ազդել ատամների ֆունկցիայի կամ կառուցվածքի վրա։ Երբեմն երեխաների գիշերները անհանգիստ են դառնում մի խնդրի պատճառով, որը կոչվում է գիշերային անմիզապահություն։ Շատ հաճախ ծնողները նախընտրում են չդիմել բժշկի, մտածելով, որ տարիքի հետ այս խնդիրը կարող է անցնել եւ շտկվել ինքնուրույն։ Այս խնդրի մասին այսօր կխոսենք մեր գլխավոր հյուրի հետ, Արաբկիր բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ Ալբերտ Լալազարյանի հետ։ Ողջույն բժիշկ Լալազարյան։ Բարև։ Սկսենք նախ ձևակերպումից, ինչ է իրենից ներկայացնում գիշերամիզությունը։ Գիշերային անմիզապահությունը իհարկե շատ տարբեր սահմանումներ ունի, տարբեր կազմակերպություններ տարբեր կերպ են մեկնաբանում, բայց ամենաընդունված տարածված սահմանումը դա ընդհանրապես անմիզապահությունների համար, եթե վերցնենք ժամանակի ոչ պատեհ պահին եւ տարածության ոչ պատեհ տեղում ակամա միզարձակությունն է, եթե դա ինտերպոլացիա անենք գիշերային քնի ժամանակ, այսինքն գիշերային քնի ժամանակ ակամա միզարձակությունը, որը որ խնդիր է հանդիսանում տվյալ անձի եւ իր ընտանիքի համար։ Արդյոք այս մեկնաբանության համար տեղին է ասել, որ երեխան պետք է պարտադիր քնած լինի, այսինքն արթուն վիճակում ինքը նման խնդիր եւ անմիզապահություն չի ունենում, եւ հատկապես որ տարիքից է սկսում դրսեւորվել այս խանգարումը։ Նախ առաջին հարցին պատասխանեմ, արթուն վիճակում խնդիր ունենումը թե չէ։ Գիշերային անմիզապահության, եթե վերցնենք տենց ամենաթեթև դասակարգումը, իսկ իրանք շատ են, կա մի քանի բաներ, առանձին հիվանդություններ, որոնք արտահայտվում են նույն ախտանիշով, դա գիշերվա ընթացքում մեզի ակամա արձակում։ Դրանց մի մասը կոչվում է ոչ մոնոսիմպտոմատիկ մի գիշերային անմիզապահություն, այսինքն կա գիշերային անմիզապահություն, բայց դա ուղեկցվում է նաև այլ ախտանիշերով, այլ սիմպտոմներով։ Եվ բացի դրանից կա նաև այսպես կոչված հիմա ավելի շատ օգտագործվում է ցերեկվա ընթացքում արտահայտվող ստորին միզուղիների դիսֆունկցիայի համախտանիշով ուղեկցվող գիշերային անմիզապահություն տերմինը, որը նախկինում ավելի կրճատ ասում էին միզապարկի դիսֆունկցիա գիշերային անմիզապահություն, հիմա որոշել են մի քիչ ավելի հասկանալի դարձնել, որովհետև դիսֆունկցիա ասածը ոչ մի բան ինքը իրանից չի ներկայացնում, միջանկյակում դիսֆունկցիա, այսինքն սխալ ֆունկցիա, բայց այդ շատ տարբեր մեծ լայն հասկացություն է։ Հիմա կա գիշերային անմիզապահություն, որը ցերեկն էլ ունի ինչ-որ խնդիրներ, դա այլ հիվանդություն է, եւ կա գիշերային անմիզապահություն, որը միայն գիշերն է խնդիրը, ցերեկը ոչ մի խնդրեմ չունի։ Այն քնած ժամանակ է դիտվում, այսպես ասած։ Դրանք տարբեր հիվանդություններ են ու տարբեր ձև են հետազոտվում, տարբեր ձև են բուժվում, եւ տարբեր արդյունքներ։ Տարիքը, եթե երեխան ծնված օրվանից ունի գիշերային անմիզապահություն, այսինքն գիշերը ունի անմիզապահություն, իսկ ցերեկը ոչ մի խնդիր չունի, մինչև 5 տարեկան դա կարող է լինել տարիքային նորմա։ Կարող է լինել չի նշանակում, որ պարտադիր տարիքային նորմա է, որովհետև կարող է երեխան ունի, ենթադրենք, ստորին միզուղիների զարգացման ինչ-որ արատ, որը ուղեկցվում է նաև գիշերային անմիզապահությունը։ Դա մի քիչ ավելի զարգացած երկրներ են գրել այս գործելակարգը, որ եթե երեխան մինչև 5 տարեկանը տակը չի շիկանում գիշերը, ուրեմն ոչինչ անել պետք չի, որովհետև դա կարող է տարիքային նորմալ լինի, բայց այդտեղ այդ երկրներում այդ երեխան այդ 5 տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ նայվել է բժշկի կողմից, հետազոտվել է, սոնոգրաֆիա արվել եւ այլն։ Այո, եւ բացառվել։ Ամեն ինչը արդեն դուրս է եկել ջրի երես։ Մեր մոտ մի քիչ տենց չի ու կարող է երեխան ընդհանրապես մինչև այդ տարիքը բժշկի երես չի տեսել։
Դրա համար ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս որոշ հետազոտություններ անել վստահ լինելու համար, որ դա այն տարբերակն է, որը դա պետք է սպասել մինչև 5.5-6 տարեկան նոր սկսել անհանգստանալ։ Սակայն եթե երեխան եղել է 3 ամիս եւ ավել չոր ու հետո նորից սկսվել է անմիզապահություն, դա արդեն ոչ մի տարիքում նորմալ չի, սկսած 3 տարեկանից 2 տարեկանից միևնույն է, եթե 3 ամիս 4 շրջանից հետո նորից սկսվել է, արդեն դա ցույցում է, որ անպայման պետք է հետազոտել ու բուժել երեխային։ Այո, եթե անցնում է, պիտի որ ընդհանրապես անցնի։ Եվ երբ խոսում ենք գիշերային անմիզապահության մասին, արդյոք այստեղ գործունենք պարտադիր օրգանական խանգարումների, արդյոք հայտնաբերվում են ինչ-որ հիմնական արմատական պատճառներ, թե դրանք կարող է ուղղակի հոգեհուզական ևս խնդիրների հետևանքով դիտվել։ Նայեք, այս հարցին ամեն մասնագետ տալիս է պատասխան, որ իր մասնագիտության հետ կապված հարցերը ամենահաճախն են, հոգեբանները գտնում են, որ հոգեբանական է, էնդոկրինոլոգները գտնում են, որ էնդոկրին է։ Իրականում տենց չի, եթե մենք վերցնենք մեծ կազմակերպություններ, որոնք այս հարցով զբաղվում են, աշխարհում դրանք 3-ն են, ու ամենագլխավոր մեծ կազմակերպությունը դա երեխաների միզապահության միջազգային ասոցիացիան է։ Իրանց իրականացված հետազոտությունների ստատիստիկայով իսկ դա բազմադիսցիպլինար խումբ է, շատ մեծ խումբ է, այնտեղ կան եւ հոգեբաններ եւ բոլորը կան, ու բոլորը իրար հետ են աշխատում։ Այո։ Հոգեբանական պատճառներով գիշերային անմիզապահությունը կազմվում է տարբեր երկրների, տարբեր ժողովուրդների, տարբեր զարգացածության ու կրթվածության մակարդակ ունեցող ընտանիքներում 0.1-ից մաքսիմում մինչև 0.5%, այսինքն այնքան էլ հաճախ չի այդ տարբերակը, որը որ հոգեբանական է խնդիրը։ Գերակշռող մեծամասնության դեպքերում, եթե մենք խոսում ենք մենակ մաքուր գիշերային անմիզապահության մասին, այսպես կոչված մոնոսիմպտոմատիկ էնուրեզ կոչվածի մասին, գերակշռող մեծամասնության դեպքերում գիշերվա ընթացքում արտադրվող մեզի քանակությունն է ավելի շատ, քան միզապարկը կարա իր մեջ տեղավորի։ Երբ որ երեխան քնած է, միզապարկը լցվում է, այլ տեղ չկա լցվելու, ու դա չի արթնացնում երեխային, դա կարա չարթնացնի, գերակշռող մեծամասնության դեպքերում չէ արթնացնում։ Մեր խնդիրը արթնացնել, չարթնացնելը չի, մեր խնդիրն այն է, որ պետքա նենց չլինի, որ գիշերվա ընթացքում լինի անմիզապահություն, որտեղ արթնացնելն էլ մի խելացի գաղափար չի, որովհետև գիշերային քնի խանգարում է երեխաների մոտ անընդհատ կրկնվող, դա գերակշռող մեծամասնության մոտ հետո ծանր նևրոզներ առաջացնում։ Ես նկատեցի, որ այդ լցված մեզ երեխային չի արթնացնում, որ ինքը դրա պատճառով երեխան քնած է, քնած ժամանակ երեխան մանավանդ երեխան քնած ժամանակ ինքը հավանական չի, որ կզգա միզապարկի լցվածությունը, ասենք։ Այո։ Այ հիմնական կազմակերպությունները, որոնք զբաղվում են այս խնդրով եւ հետազոտությունով, տարբեր մասնագետներ են ներգրաված։ Խնդրեմ նշեք, որ մասնագետներն են վարում այս խանգարումը, ովքեր են զբաղվում եւ ում պետք է հատկապես սկսել դիմել։ Նայեք, եկեք չխոսենք այլ երկրների մասին, խոսենք Հայաստանի մասին։ Հայաստանում այս հարցով զբաղվում են մանկական նեֆրոլոգները եւ մանկական ուրոլոգները։ Եթե հայտնաբերվում է այլ խնդիր, նեյրովիրաբուժական խնդիր ուղղորդում են արդեն նեյրովիրաբուժի մոտ, եթե հոգեբանական խնդիր հոգեբանի մոտ, բայց սկսում են զբաղվել հենց մանկական նեֆրոլոգները եւ մանկական ուրոլոգները։ Ու ասեմ ձեզ, որ եթե գումարային վերցնենք բացի այդ երկու մասնագետներից այլ մասնագետի կարիք քանի տոկոս դեպքերում է լինում, չի գերազանցում 5%-ին։ Քանի որ ավելի հաճախ խնդիրը վերաբերվում է հենց նեֆրոլոգներին եւ ուրոլոգներին, որ ճիշտ կլինի, որ իրանք զբաղվում են դրանով, եթե այլ բան հայտնաբերեն, նոր արդեն այլ մասնագետի մոտ ուղղումը կարելի։ Եվ ինչ ախտորոշման մեթոդների են դիմում նեֆրոլոգները եւ ուրոլոգները, արդյոք դրանք գործիքային հետազոտություններ են, թե այլ։ Նայեք, իրականում հետազոտությունների քանակը, որ կարող է պետք լինել, շատ մեծ է, շատ մեծ է, որովհետև ամենատենց թեթև հաշվարկներով մոտ 125 պատճառ կա գիշերային անմիզապահության, ու դրանք ամեն մեկը առանձին իր հետազոտություններն ու հետազոտությունների ծավալը ունի, որը որ շատ հաճախ իրար հետ չեն խաչվում ու կարող է պետք լինի շատ տարբեր հետազոտություններ անել։ Բայց սկիզբը ինչը որ սկսվում է, առաջինը իհարկե շատ մանրամասն անամնեզ հավաքելն է։ Ինչ եղավ, ոնց եղավ, երբ սկսեց ինչ հաճախությամբ լինում, որ ժամին ալնում, ինչքան հեղուկ խմելուց հետո եղնում կապ։ Հարցերի քանակը շատ է, որ պետքա տալ ու տալ ոչ թե ուղղակի լրացնելու համար պլյուսը դրեցինք անցակ առաջ, այլ
կարևոր է այդ հարցերը ու այդ հարցերից պետք է անել համապատասխան շարունակությունը, որը ուղղությամբ է գնում, որովհետև բոլոր մարդկանց վերցնելու այդ 125 պատճառը հետազոտել, դաժանակիր աշխատանքը համ բժշկի համար, համ այդ հիվանդի համար ու իր ծնողի համար անիմաստ է։ Եվ երկրորդը դա շատ կարևոր է։ Երկրորդը գալիս է ոչ ոք տարբեր հեղինակներ, տարբեր աններ են դրա վրա, միզարձակության օրագրի կազմում կամ խմելու եւ միզելու սպոնտան ռիթմի գրառումներ կամ անմիզապահությունների օրագիր կամ տարբեր աններ ունեն։ Գաղափարը նույնն է, որ պետք է ցանկալի է 3 ամբողջ օրվա ընթացքում 3-24 ժամ երեխայի բնական ռիթմով ամեն խմելու եւ ամեն միզելու ժամը եւ քանակը գրանցել, բայց կարևոր է որ լինի իրոք երեխայի բնական ռիթմը, այսինքն պետք չի երեխային ասել ճիշիկ ունես, թե չունես, գնա ճիշիկ արա որ գրեմ, փորձի եմ շուտ արա դու ճիշիկ տարա գրելու եմ, գնամ հետո գամ նոր կանեմ։ Նման բաներ պետք չի։ Այդ գործընթացին արհեստականորեն միջամտելը պետք չէ։ Որովհետեւ մեզ դա տալիս է շատ մեծ ինֆորմացիա եւ խմացի առումով ինչքան է խմում երեխան եւ որ ժամերին ավելի շատ խմում երեխան եւ ինչ ծավալներով է միզում երեխան, որ ամենակարևոր ցուցանիշներից մեկն է բոլոր հետազոտությունների մեջ եւ ինչ հաճախությամբ է միզում, որ ժամերին ավելի շատ, որ ժամերին ավելի քիչ, որ շատ մեծ ինֆորմացիա է տալիս եւ պարտադիր հետազոտությունների մեջ մտնում է մեզի ընդհանուր քննությունը, սոնոգրաֆիան, որ պետք է արվի անպայման լիքը եւ դատարկ միզապարկով միզելուց առաջ ու հետո, ոչ թե երկու առանձին, այլ լիքը միզապարկով սոնոգրաֆիա զուգարան ու հետ նորից սոնոգրաֆիայի կաբինետ։ Եվ մնացորդային մեզի ստուգման համար, այո։ Մնացորդային մեզի համար է, վերին միզուների լայնացում կա, չկա, դրա համար է եւ եթե կա ոնց է փոխվում միզելուց առաջ ու հետո։ Շատ մեծ ինֆորմացիա է պարունակում եւ անպայման պետք է այդ ընթացքում որոշել նաեւ ուղիղ ամպուլայի տրամագիծը, որովհետեւ շատ հաճախ գրեթե ավելի քան 78% դեպքերում միզապարկի աշխատանքի խանգարումները ուղեկցվում են ուղիղ աղու աշխատանքի խանգարումներով։ Ու դա ճիշտ գտնել ու հայտնաբերելը շատ կարևոր է, որովհետև եթե մենք ֆիքսվում ենք մենակ գիշերային անմիզապահության վրա ու մնացածը հաշվի չենք առնում, մենք այդտեղ կհայտնաբերենք, որ հա միզապարկը մի քիչ սխալ է աշխատում, կսկսենք միզապարկին բուժել, բայց էֆեկտ չենք ունենալու բուժումից մեր, քանի որ միզապարկի սխալ աշխատանքի վրա ազդում է նաև աղիների վիճակը։ Ու պետք է սկսել աղիներից բուժումը, ու եթե էֆեկտ կա, կարող է եւ միզապարկին բուժելու կարիք չլինի։ Եւ կարող է պատճառը այդտեղ լինել ուղիղ աղում։ Եթե կարելի է կմեկնաբանեք մի երկու բառով ինչ է լինում, ինչն է հիմնականում փորկապության տարբերակով արտահայտվում է դիսֆունկցիան աղիքային, այդտեղի կոչված դիսֆունկցիա, որը այնքան էլ լավ արտահայտություն չի, բայց տենց են կոչում առայժմ։ Եվ փորկապությունը եթե շատ չխորանանք, ժողովուրդը ընդունել է, որ եթե աղիները ամեն օր գործում է, ուրեմն փորկապություն չի կամ բժիշկների մեծամասնությունն են տենց համարում, բայց դա փորկապության ախտորոշման ֆակտորներից միայն մեկն է եւ ոչ պարտադիր ֆակտորներից։ Այդտեղ կան 5 մեծ ֆակտորներ եւ շատ բազմաթիվ մանր ֆակտորներ, որոնք պետք է հաշվի առնել։ Եվ ինչպես է ախտորոշում, ինչպես է աղիքից երևում, որ այդ համախտանիշի մասին է։ Սոնոգրաֆիայով նկատում ենք, որ ուղղակի ամպուլան լայնացած է։ Լայնացած է։ Հաջորդը արդեն շարունակությունը, որովայնի դիտարկային ռենտգեն, կուտակումների քանակի որոշում եւ այլն եւ այլն։ Եթե կարելի է նաեւ ամփոփելով թեման մի քանի խոսք բուժման մասին։ Ուրեմն բուժումը կախված նրանից ինչ ենք ախտորոշել, բուժումը խիստ տարբեր կարող լինի ու բևեռորեն իրարից հակառակ կարող լինի, դրա համար ընդհանուր sense պանացեա չկա, որ եթե անմիզապահությունը գնա այստեղ խմի կանցնի, տենց չի լինելու։ Դեղորայքային բուժման մասին ես հիմա չէի ուզենա խոսալ, որովհետև մեծ մասը հեռուստադիտողների լսելով անմիզապահություն դեղ, միանգամից գնում է դեղատանից առնում է դեղը։ Ես առաջարկ ունեմ։ Եթե կարելի է կհնչեցնեք խորհուրդներ այն երեխաների եւ ծնողների համար, ովքեր ունեն գիշերային անմիզապահություն, ինչ անեն եւ ինչից խուսափեն։ Այո, եկեք սկսենք ինչ անելուց։ Ինչ անելը, առաջինը բժշկի դիմելն է։ Բժշկի դիմել, հետազոտվել, կողմնորոշվել, հասկանալ իրանց խնդիրի անունը ինչ է, այդ խնդրի շարունակությունը որ ինչն է, բուժելու դեպքում եւ չբուժելու դեպքում ինչի է բերելու, որովհետեւ անմիզապահության տեսակով չբուժելու դեպքում բերում է երիկամների շարքից դուրս գալու երիկամային անբավարարության, ու դա բան չի արդեն, երբ որ երիկամ տուժես ինքը չի վերականգնվում։
Դրա համար պետք է սկզբից հասկանալ անպայման պետք է դիմել բժշկի։ Ինքնաբուժում պետք չի անել։ Դեղատանը հարցնել, այս դեղը երեխան տակ չի շիկանում, դեղ դուր տանեն որ չանի, պետք չի։ Հարևանի երեխան էլ այդտենց այս դեղը տվեցին, որ անցավ, էլի պետք չի։ Պետք է կոնկրետ բժիշկը հասկանա ինչ խնդիր է երեխայի մոտ։ Հետո նոր խոսենք բուժման մասին։ Ընդհանուր խորհուրդները ինչ խորհուրդ կտամ անել։ Առաջինը կարգավորել երեխայի օրվա ռիթմը, առավել ևս գիշերային քնի անցնելուց առաջ վերջին 2 ժամը։ Այդ ընթացքում ուղեղը երեխայի պետք է լինի հանգիստ։ Մենք պետք է ուղեղին փորձենք հասկացնենք գիշեր-ցերեկ տարբերությունը, որովհետև մեծամասնության դեպքերում գիշերային մաքուր մոնոսիմպտոմատիկ գիշերային անմիզապահության պատճառը ասացի արդեն որ շատ մեծի քանակն է, իսկ դա կառավարվում է ուղեղի կողմից, անտիդիուրետիկ հորմոնի մակարդակն է կառավարում։ Երբ որ ցիրկադային ռիթմ, օրական ռիթմերը խանգարված է ուղեղի, ինքը այդ գիշեր-ցերեկ տարբերությունը չի դնում ու գիշերվա ընթացքում արտադրում է նույնքան քանակության մեծ, որքան ցերեկն է արտադրում, նույն ժամին, նույն քանակությունը։ Իսկ դա տենց պետք է չլինի։ Դրա համար մենք պետք է փորձենք ուղեղին բացատրենք, հասկացնենք գիշեր-ցերեկ տարբերություն։ Դրա համար քնելուց առաջ վերջին 2 ժամ ուղեղին հանգիստ, բացառելով բոլոր մտավոր եւ էմոցիոնալ լարվածություն առաջացնող գործողությունները, ներառյալ համակարգիչ, սմարթֆոն, պլանշետ, էլեկտրոնային խաղեր եւ այլն, հեռուստացույց դիտել կարելի է, բայց թեթև բաներ, իսկ թեթև բաների մեջ չեն մտնում սարսափ ֆիլմերը, մարտաֆիլմերը եւ առավել ևս սերիալները, որովհետեւ սերիալները շատ ծանր հուզական լարվածություն են առաջացնում, իսկ դա մեծ բացարձակ չէ։ Եվ կարգավորել դիետան, սննդի ընդունման ռեժիմը եւ դիետան, ավելի շատ բանջարեղեն, կանաչեղեն մրգեր, ավելի քիչ կարտոֆիլ, մակարոն, հաց, բրինձ, ելնելով նրանից, որ հաճախ ուղեկցվում է աղիների խնդիրներով։ Սահմանափակել երեկոյան ժամերին սննդի ընդունումը։ Հիմնական սնունդը մեծ ծավալի պետք է լինի, եթե երեխան քնում է 9-ից 10, պետք է լինի մինչև 6։ Եթե ավելի ուշ, մինչև 7։ Բայց հիմա երեխաների շատ, չասենք մեծամասնությունը, բայց մեծ տոկոսը ամբողջ օրը ինքը խաղում է, դպրոցում է, վազում է, դրսում է, ծանիվակշում եւ այլն։ Իրգոնը գալիս ատուն ասում են, «Էլ գնա քնի», ասում է, «Սոված եմ»։ Ո՞նց են ուտում ու պարկում քնելու, տենց ճիշտ չի։ Դա պետք է հնարավորինս բացառել եւ գրգռի ծնունդը քնելուց առաջ վերջին մի 5-6 ժամի ընթացքում ցանկալի չի ընդունել, կծու, թթու, չիպս, տոմատ եւ այլն։ Այո, որոնք պահանջում են անընդհատ հեղուկ ընդունել, որ զգացողությունը բերանից եւ ստամոքսից անցնի։ Եվ հեղուկների ընդունման կարգավորում, որ երեխան պետք է առավոտ եւ ցերեկ շատ հեղուկ խմի։ Դա շեշտը դրա վրա է դնում, ոչ թե երեկոյան չխմի, այլ շեշտը առավոտ ու ցերեկ շատ հեղուկ խմելն է։ Այբ որ կարողացանք հասնել դրան, որ երեխան առավոտ ու ցերեկ իր համապատասխանի հեղուկը օրվա հասանելիք խմում է, նոր արդեն կարանք խոսանք, որ երեկոյան պետք չի հեղուկ խմել։ Իսկ մինչև այդ դա ոչ մի օգուտ չի տալու։ Եթե երեխան ամբողջ օրը հեղուկ չի խմել, իրիկոնն էլ հեղուկ չենք թողում խմի, որ տակը չիշիկ չանի, դա չի օգնելու։ Սնունդը, քնի հիգիենան ու ջուրը։ Այո, այլ խորհուրդները արդեն կախված է կոնկրետ պաթոլոգիայից ու ընդհանուր բանացիա խորհուրդներ չկան։ Շնորհակալ եմ զրույցի համար եւ այսօրվա իմ հյուրն էր Արաբկիր բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների ինստիտուտի մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ Ալբերտ Լալազարյանը։ Այս պահին տեղափոխվենք խորհուրդ մասնագետից էջ։ Ամեն տարի մայիսի 5-ին նշվում է ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրը։ Օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի եւ առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ, նպատակ ունենալով ընդգծել ձեռքերի պատշաճ հիգիենայի կարեւորությունը, հատկապես առողջապահական ոլորտում վարակի կանխարգելման գործում։ Օրվա նպատակն է տարածել ձեռքերի լվացման կարեւորության մասին իրազեկվածությունը, նվազեցնել հիվանդանոցային վարակների տարածումը, հորդորել բոլոր
Նախորդորին բուժաշխատողներից մինչև հանրության լայն զանգվածներ պահպանել ձեռքերի մաքրությունը։ ԱՀԿ-ի տվյալների համաձայն ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 միլիոն դեպք։ Դրանց 40-ից 80%-ը փոխանցվում են ձեռքերի միջոցով։ Շատերը ձեռքերի լվացման կարևորությունը թերագնահատում են, սակայն ճիշտ տեխնիկայով եւ համապատասխան հաճախականությամբ ձեռքերի լվացումը կարող է կանխել ոչ միայն մրցածությունը, այլև լուրջ վարակներ։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ձեռքերի պատշաճ հիգիենայի պահպանումը կարող է կանխել նման վարակների մինչև 70%-ը։ Ձեռքերի լվացումը, այս բարձ, բայց շատ կարևոր գործողությունը կարող է փրկել կյանքեր։ Մաքուր ձեռքերը ոչ միայն պաշտպանում են ձեզ, այլև շրջապատի մարդկանց, դառնալով հասարակական առողջության պահպանման անբաժան մաս։ Սա ոչ միայն առողջություն է, այլև պատասխանատվություն։ Ուստի մայիսի 5-ը հիշեցնում է մեզ, որ մաքուր ձեռքերը կարող են մեծ նշանակություն ունենալ։ Ձեռքերի հիգիենայի պահպանումը պետք է լինի մեր ամենօրյա սովորությունը։ Ամեն օր, ամեն վայրկյան մեր ձեռքերով ենք կրում եւ փոխանցում առողջություն կամ հիվանդություն։ Ընտրությունը մերն է։ Այսօր եւ ամեն օր ընտրենք առողջությունը, սկսելով ձեռքերի պատշաճ հիգիենայից։ Խորհուրդ ծնողների էջն է մեր եթերում եւ այսօր խոսելու ենք ինչքանով է կարեւոր դիսցիպլինան եւ ինքնուրույնությունը, հատկապես դասապատրաստման process-ում։ Եվ կարծում եմ թեման հատկապես կհետաքրքրի տարրական դասարաններում սովորող երեխաների ծնողներին։ Եվ այսօրվա իմ հյուրն է Կանա հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան եւ հիշողության զարգացման մարզիչ։ Ողջույն Էլիզա, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Եվ իմ առաջին հարցը խնդրեմ ներկայացրեք ինչքանով է ինքնուրույնությունը եւ դիսցիպլինան կարեւոր, հատկապես դասապատրաստման process-ում։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ արդի թեմա է, որովհետև շատ ծնողներ պատկերացնում են, որ երեխաներին անընդհատ խնամք պետք է կատարեն ու շատ հաճախ գերխնամք են անում եւ արդյունքում երեխաները մեծանում են եւ այդպես էլ ինքնուրույնության չեն դիմում։ Ես կառաջարկեմ հետեւյալը հենց առաջի դասարանից սեպտեմբերի 1-ից խրախուսել, որ երեխան ինքնուրույն դասավորի պայուսակը։ Իհարկե երեխան սկզբում լավ չի պատկերացնում ինչպես դա պետք է անել։ Այո։ Ծնողը ցույց է տալիս, բացատրում է, բայց ինքը ոչինչ չի անում։ Երեխային բացատրում է, երեխան տեղավորում է, ծնողը նայում է, ստուգում է։ Մի քանի օր այդպես անելուց հետո ծնողը արդեն երեխայի ներկայությամբ չի ստուգում պայուսակը, այլ լիովին թողնում է երեխան դասավորի, երբ որ երեխան չի նայում, ուղղակի ստուգել է պետք, որ արդյոք ամբողջը դասավորված է, թե ոչ։ Եվ մենք երեխային ոչ միայն խրախուսում ենք, նաև գովում ենք իր գործադրած ջանքերի համար, որովհետև երեխայի համար ինքնուրույնությունը դա մեծ լինելուն հավասար մի բան է, իսկ բոլոր երեխաները ձգտում են մեծ լինել եւ ինքնուրույն քայլեր կատարել իրենց կյանքում, ինչը ողջունել է։ Մենք չպիտի խանգարենք, այլ պիտի խրախուսենք, ոգևորենք եւ օգնենք։ Համաձայն եմ, բայց կարծես թե մեր իրականության մեջ երեխաները փորձում են եւ ուզում են մեծ լինել, բայց այդ պատասխանատվությունը կրելու այնքան էլ պատրաստ չեն։ Կարծում եմ ձեր մեջ բերած օրինակը եւ առաջադրանքն ու վարժանքը շատ օգտակար կլինի, որպեսզի երեխաները սկսեն նաեւ այդ պատասխանատվությունը կրել, ինչքան որ դա հնարավոր է։ Օրինակ, հասարակ դասապատրաստման կամ պայուսակը պատրաստելու հարցում։ Եվ նույնը տնային առաջադրանքներին է վերաբերվում, այսինքն հենց առաջին հերթին գրանցմանը։ Շատ հաճախ երեխաների ծնողները հարցնում են վատս գալով անընդհատ ինչ-որ անհանգստանալով տնային աշխատանքը, բայց դա եւս երեխայի կոմպետենցիան է եւ դա եւս պետք է ծնողը խրախուսի երեխային։ Այո։ Դու ինչ ինքնուրույն ես, դու ինչ կազմակերպված ես, այսինքն մենք դրական խրախուսում պետք է տանք երեխային։ Ու նաև մենք ինքներս երեխայի համար օրինակ հանդիսանանք, հա, դիսցիպլինայի, որ երեխան սովորի ու ինքն էլ ոգևորվի, որ ինքը կարողացել է տնայինները ճիշտ գրել։ Այո, ֆիքսել ինչ է առաջադրված, կատարել ժամանակին եւ պատրաստված գնալ դասի։ Մենք բոլորս գիտենք, որ ոչ միայն դասապատրաստման հարցում, այլ առհասարակ օրվա ռեժիմը պահպանելու հարցում եւս դիսցիպլինան շատ կարևոր է։ Խնդրեմ ասեք ձեր կարծիքը նաեւ ժամանակին քննելու ու արթնանալու սովորությունը ինչքանով կարևոր է այս հարցում։ Միանշանակ, տեսեք, մեր դասապատրաստման կենտրոնում մենք բոլոր երեխաների հանդեպ շատ խիստ ենք, բայց խիստ ընկերական խիստ, չակերտավոր պահանջում ենք, ակնկալում ենք, որ ժամանակին քնեն, որովհետև
Միջև ժամը 9 կամ 10 նայած որ դասարան է երեխան, հա, առավելագույնը միջև 10:30 մենք ակնկալում ենք, որ բոլոր երեխաները արդեն քնած կլինեն, որովհետև ճիշտ ժամանակին քնելը եւ վաղ արթնանալը նպաստում է կենտրոնացվածությանը, ուշադրությանը, նաև հիշողությանը եւ արդյունքում երեխան շատ ավելի արդյունավետ է սովորում, բարձր առաջադիմություն է ցուցաբերում եւ բնականաբար միայն ճիշտ ժամանակին քնելը բավարար չէ բարձր առաջադիմության համար, բայց կարևոր նախապայմաններից մեկն է։ Այսինքն դիսցիպլինան սկսվում է ինչ-որ քայլից։ Այդ ինչ-որ մի քանի քայլը մենք արդեն թվարկեցինք։ Նաև քնելն է ժամանակին եւ իհարկե խնդրեմ նշեք ինչքանով է կարևոր այս դիսցիպլինան առաջադիմության հարցում, որովհետեւ շատերս կարծում ենք, որ եթե երեխան ընդունակ է, լավ հիշողություն ունի կամ լավ հմտություններ սովորելու, ապա այդքան էլ կարևոր չէ օրինակ հետեւել դիսցիպլինային օրվա ժամի կամ հետևել առաջադրանքներին։ Պետք է հիշենք, որ վաղ թե ուշ երեխան ինչքան էլ լավ ունակություններ ունի, բայց եթե մենք չհետևենք, եթե դիսցիպլինա չսահմանենք, եթե նոր գիտելիք, նոր հմտություններ երեխային չսովորենք, ինքը կկանգնի տեղում ու աստիճանաբար ռեգրես կլինի։ Դրա համար մենք երեխային միշտ պետք է նոր բան սովորացնենք, լինի դա դիսցիպլինա, լինի նոր գիտելիք, նոր հմտություն, գիրք կարդալ սովորեցնելուն, մոտիվացնելուն, արվեստը, միանշանակ։ Այսինքն այս բոլոր փոքրիկ քայլերը բերում են նրան, որ երեխան, այո, կազմակերպված ու արդյունավետ է սովորում, բայց եթե մենք չաշխատենք արդյունավետության առումով հույսներս դնելով միայն դե երեխան խելացի է, ոչինչ իրան պետք չի, իրականում այդպես չէ։ Մենք եթե մի նոր բան ենք սովորում, չէ, ամբողջ կյանք սովորում ենք, կատարելագործվում ենք, վերապատրաստվում ենք, որ լինենք միշտ լավ մասնագետ եւ նույնը երեխան պետքա միշտ սովորի, անգամ լեզվի ուսուցանումը, չէ, էլի մեր կենտրոնի օրինակով բերեմ անգլերեն լեզուն, ռուսերեն լեզուն, թվում է թե բանավոր տիրապետում են, բայց գրավորը, եթե 3 ամիս չեն պարապում երեխաները, ամառվա ամիսների մասին խոսքը։ Ինչքան հետ են գնում, այսինքն ուղեղը անդադ պետք է զարգացնենք։ Նեյրոպլաստիկ է, այո, բայց մենք այդ նեյրոպլաստիկությանը խթանելու համար պետք է միշտ երեխային սովորացնենք, խթանելու։ Շատ լավ։ Եվ իհարկե շատ հետաքրքիր է ինչքանով է մեծ դերը թե ծնողների, թե մանկավարժների, համաձայնեք, որ երեխաները տարբեր են իրենց աշխարհընկալումը, ունակությունները եւ հնարավորությունները, բայց շատ կարեւոր է նաեւ թե ինչպես է ծնողը առաջնորդում երեխային, ինչպեսի օրինակ է ծառայում եւ ինչպես են մանկավարժները, մեր շատ սիրելի եւ հոգատար երեխաներին ուղղորդում, ինչքանով է կարևորում իրենց դերը։ Շատ կարևոր է մանկավարժը երեխայի մոտիվացիայի ոնց որ սկզբնաղբյուր է հանդիսանում եւ շատ հաճախ առարկան երեխան կսիրի թե չի սիրի ուղիղ կապ ունի մանկավարժի մոտեցումից եւ ես ուղղակի ողջունում եմ բոլոր այն մանկավարժներին, ովքեր որ ծանր պայմաններում լինեն, միևնույն է նվիրված աշխատում են երեխաներին հնարավորինս շատ գիտելիք են տալիս, մոտիվացիա են տալիս եւ բացի դասապրոցեսից նաև սովորեցնում են, թե ինչպես կարելի է նոր գիտելիք ձեռք բերել եւ դասերից դուրս ինչպես ինքնակրթվել, զարգանալ եւ գնալ առաջ։ Շնորհակալ եմ շատ, վերջում եթե ունեք խորհուրդ, մեր բոլոր հեռուստադիտող ծնողներին, հատկապես դպրոցահասակների ծնողներին կարող եք հնչեցնել։ Շնորհակալ եմ, նախ առաջին հերթին մենք ինքներս պետքա դիսցիպլինային հետևենք, եթե մենք որոշում ենք, որ երեխան պետքա դիսցիպլինայով առաջնորդվի, բայց մենք ինքներս չէ, երեխան երբեք դա չի անի, այսինքն մենք ինքներս պետք է երեխայի համար օրինակ հանդիսանանք, հաճախ դրական խրախուսում տանք երեխային, իր ոչ թե արդյունքի համար էլ գովելն էլ շատ կարևոր է, բայց նաև նախաձեռնած անգամ փոքրիկ քայլերի համար երեխային պետք է գովենք, բարձրաձայնենք, որ ինչ լավ է, որ կատարեցիր եւ զերծ մնանք վատ պիտակավորումներից եւ ինքներս էլ նյարդային չլինենք, ծնողները իրանք էլ պետք է ժամանակ ունենան հանգստանալու, որ երեխայի հետ ավելի պրոդուկտիվ լինեն եւ համբերատար լինեն։ Այո։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Կանա հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան, հիշողության զարգացման մարզիչ Էլիզա Մանուկյան, ում հետ խոսեցինք դիսցիպլինա եւ ինքնուրույնության կարեւորության մասին, հատկապես դպրոցահասակների համար, որը կարեւոր է ոչ միայն դասապատրաստման process-ում, այլ նաեւ կարեւոր հիմք է կյանքի ողջ ընթացքում։
Ողջույն, այսօր գտնվում ենք Սիրուն Skin Bar-ում։ Գիտենք, որ կանանց գրաֆիկը շատ խիտ է ու փորձում ենք համատեղել կյանք, կենցաղ, ընտանիք, աշխատանք, երեխաներ, ամուսին։ Այսօր ձեզ կպատմենք, թե ինչպես այդ խիտ գրաֆիկի մեջ համատեղել ժամանցանկերուհիների հետ եւ ձեր խնամքը։ Ու այսօր դա մեզ կսովորեցնի ու կպատմի, թե ինչպես է դա կատարվում կոսմետոլոգ Անահիտը։ Ողջույն Անահիտ։ Ողջույն դոկտոր ջան։ Կպատմեք, թե ինչպես է կատարվում այդ հրաշքը, ոնց համատեղենք ընկերական ժամանցը ու խնամքը։ Իհարկե։ Ընկերուհիներով մոտենում եք Սիրուն Skin Bar, այդտեղ ձեզ մոտենում են մասնագետները, այնուհետև անցկացվում է խորհրդատվություն, ընթացքում նաև կատարվում է մաշկի դիագնոստիկա, խորհրդատվության ընթացքում ընտրվում է յուրաքանչյուրին համապատասխան խնամք։ Իսկ ինչպես է կատարվում պրոցեդուրան, ընթացքը մի փոքր կպատմեք։ Մենք ունենք պրոցեդուրայի համար նախատեսված ընդհանուր սենյակ, որտեղ կարող եք սպասարկվել մի քանի ընկերուհիներով միառժամանակ եւ կտրվել առօրյա այդ խնդիրներից, հոգսերից, հանգստանալ եւ ռելաքս լինել։ Հիմա այսօր որ պրոցեդուրան են ընտրել ընկերուհիները։ Այսօր ընկերուհիները ընտրել են Almond Hydro պրոցեդուրան։ Իրենից ինչ է ներկայացնում։ Almond Hydro պրոցեդուրայի հիմքում ընկած է նշաթթվով պիլինգը, որը իրենից ներկայացնում է մաշկի խոնավեցում եւ թարմացում։ Պրոցեդուրայի ընթացքում ունենում ենք մաշկի պիգմենտների բացացում, ընդհանուր երանգի կարգավորում, ինչպես նաեւ խոնավեցում եւ թարմություն։ Իսկ պրոցեդուրան ունի վերականգնման կարողանան արդյունք այստեղից հետո գնալ սրճարան։ Պրոցեդուրան վերականգնման շրջան չունի։ Պրոցեդուրայից հետո մաշկը լինելու է փայլուն, խնամված եւ առողջ, այնպես որ կարող են շարունակել իրենց ժամանցը թեկուզ սրճարանում։ Ինչ հակացություններ ունի այս Almond Hydro-ն։ Հակացությունների դասին են պատկանում, հղիություն կրծքով կերակրումը, օնկոլոգիական մի շարք հիվանդությունները, հերպեսի ակտիվ շրջանը, մաշկային ինչ-որ վարակային հիվանդությունները։ Իսկ եթե ընկերուհիներից մեկը հղի է կամ կերակրում է, չի կարող մասնակցել։ Իհարկե կարող է։ Իհարկե կարող է, քանի որ մենք ունենք հենց հղիներին եւ կրծքով կերակրող մայրիկների համար առանձնացված եւ նախատեսված պրոցեդուրաներ, այնպես որ խնդիր չի լինի, հա։ Կարեն միանա։ Իհարկե։ Շնորհակալ ենք շատ Անահիտ ջան։ Հիմա ամփոփենք այսօրվա մեր սովորածը։ Իմացանք, որ շատ հեշտ կարելի է համատեղել շփումը ընկերուհիների հետ ու ձեր խնամքը։ Ու իմացանք, որ պետք չի ոչ մեկը աչքաթող անել։ Հենց որ եկեք համատեղելու։ Հիմա ձեզ կթողնեմ Սիրուն Skin Bar-ի մասնագետների հետ, տեսեք, թե ինչպես են համատեղում։ Ձեզ հետ է Սիրուն Մինասը։ Մնացեք սիրուն։
Դե ինչ, լսեցինք մաշկի նորարարական պրոցեդուրայի մասին, որը կոչվում է Almond Hydro։ Տեսանք ցուցումները եւ արդյունքները։ Այս պահին առաջարկում եմ տեղափոխվել մեր հաջորդ գործընկերոջ մոտ իմպլանտում բժշկական կենտրոն։ Ողջույն, մենք այսօր գտնվում ենք Implantum Kids ստոմատոլոգիական կլինիկայում, ես Սիմոնյան Ռիտան եմ, մանկական ատամնաբույժ, եւ այսօր մենք կխոսանք աղջիկների եւ տղաների ատամների եւ ատամնաշարերի զարգացման տարբերության մասին։ Հաճախ ծնողները հարցնում են. ինչ է աղջիկս ատամները փոխում այս տարիքում, տղաս այլ տարիքում, ինչ են տարբերվում եւ արդյոք կան դրանց ինչ-որ բացատրություն։ Քանի որ աղջիկները հասունանում են ավելի շուտ, քան տղաները, հետևաբար նրանք սկսում են ատամները փոխել ավելի շուտ։ Նույնիսկ վաղ տարիքում 6 ամսականից մինչև 1 տարեկան աղջիկ երեխաները ավելի շուտ են ատամները հանում, քան տղաները։ Տղաները ավելի ուշ են սկսում ատամները հանել։ 5-6 տարեկանում, երբ արդեն կաթնատամները սկսում ենք փոխել մշտական ատամներով, այդ դեպքում նույնպես աղջիկները ավելի առաջ են ընկնում տղաներից։ Քանի որ աղջիկները ավելի շուտ են կաթնատամները փոխում մշտականներով եւ այդ դեպքում ծնոտները չեն հասցնում դեռ ձևավորվել, աղջիկների մոտ հաճախ ավելի հանդիպում ենք օրթոդոնտիկ խնդիրներ, երբ ծնոտում չի հերիքում տեղ մշտական ատամների համար։ Ավելի ուշ տարիքում հորմոնային փոփոխությունների հետ կապված աղջիկները ավելի շուտ են անցնում մշտական կծվածքի։ Քանի որ հորմոնային զարգացումը աղջիկների մոտ ավելի շուտ է սկսում, աղջիկների մոտ ավելի շուտ է ձևավորվում մշտական կծվածքը։ Այսինքն սովորաբար աղջիկները փոխում են վերջին կաթնատամը մոտ 10-11 տարեկանում, իսկ տղաների մոտ մշտական կծվածքը ձևավորվում է ավելի մոտ 13-14 տարեկանում։ Քանի որ տղաների մոտ ավելի ուշ են վերջին ատամները փոխվում, տղաները ավելի շատ են ժամանակ ունենում, որպեսզի նրանց ծնոտը ձևավորվի։ Եվ դա առաջանում է պատճառ նրան, որ տղաները ավելի քիչ են ունենում օրթոդոնտիկ խնդիրներ։ Այս պատճառներով հաճախ ծնողները հարցում են, արդյոք կարող ենք մենք ինչ-որ կերպ ազդել այդ ընթացքի վրա, բայց ոչ, ցավոք սրտի մենք չենք կարող ազդել, դա շատ ինդիվիդուալ է եւ մենք չենք կարող խառնվել բնության կանոնների մեջ։ Բացի կենսաբանական յուրահատկությունների, նաև ազդում են ծնողները այդ դեպքի վրա, քանի որ աղջիկներին ավելի հետևողական են ծնողները, քան տղաներին, աղջիկների դեպքում էսթետիկան ժպիտի ավելի կարևորում են, քան տղաների։ Դրա համար աղջիկներին ավելի հաճախ են բերում ատամնաբուժին, իսկ տղաներին ավելի հազվադեպ։ Նաև կարող եմ իմ պրակտիկայից ելնելով ասել, որ աղջիկները ավելի դիմացկ ունեն ատամնաբուժների մոտ, քան տղաները։ Եվս մեկ տարբերությունը այն է, որ աղջիկները ավելի հետևողական են իրենց ատամների եւ առողջության հանդեպ, ավելի ճիշտ են սնվում եւ ավելի լավ են հետևում իրենց հիգիենային, քան տղաները։ Սակայն խորհուրդ եմ տալիս ծնողներին լինելու ուշադիր թե աղջիկների հանդեպ, թե տղաների, հետևել նրանց տնային խնամքին, սննդակարգին եւ ժամանակ առ ժամանակ երեխային բերել պրոֆիլակտիկ զննումների ատամնաբուժի մոտ անկախ սեռից։ Դե ինչ ամփոփելով այսօրվա հաղորդումը ուզում եմ հիշեցնել, որ մեր եթերները կարող եք դիտել նաև մեր YouTube-յան ալիքում։ Այսօրվա գլխավոր թեմայի ընթացքում խոսեցինք գիշերամիզության մասին, որ տարիքից եւ որ դեպքում կարիք ունի բուժման եւ ինչպես են այն վարում։ Խոսեցինք ձեռքերի հիգիենայի կարևորության մասին, այնուհետև պարզեցինք ինչպես պետք է երեխաներին սովորեցնել լինել ավելի ինքնուրույն եւ կազմակերպված։ Պարզեցինք մաշկի խնամքի նորարարական մեթոդի մասին, այնուհետև հասկացանք, որ փաստորեն սեռերի տարբերությամբ ատամների կառուցվածքը, կծվածքը կարող է տարբերվել։ Այսօր պատրաստել էինք այսքանը, եղեք առողջ, մնացեք մեզ հետ։